կամ կորդունքից կամ սասունցու այդ դեմ նույն պատումները 150 պատում կա, նույն բանը տարբեր պատմած։ Սասնա բարբարով այդ անուշ։ Սասնա բարբար։ Դրեք իրար կողք, Թումանյանը տուժում է։ Այնտեղ թղթի վրայից սենց խաղում է, կյանքը վտվտում է։ Ես ինչի եմ Թումանյան ասում, որովհետև ամբողջ հայ գրականության մեջ ամենակենդանի շոշափելի զգայական պոետին եմ ես վերցնում, մշակումը իրանն է, որովհետև բացի այդ ինքը վարպետության բարձրագույն աստիճան է իմ համար Թումանյանը, եւ տեսնում ես, որ այդ բարբարով այդ կտորը ավելին է նույնիսկ քան թումանյանական լեզվի վարպետության մշակումը դա այդ համատած բայց էպոսը ոչ միայն գեղարվեստական գործ է որ նաև է համետեցինք Թումանյանի հետ որ նաև հին մեր հնագույն նախնիների աշխարհաճանաչողական համակարգի մասին է այլ էպոսը նաև մեր հավաքական կերպարն է ով չգիտի հավաքական իր ազգի հավաքական վարքագիծը ինքը թող մոռանա ճիշտ քաղաքական քայլեր, եթե քաղաքականություն հավարում ընտրություններ, եթե էս Գիտեք ինչ, ճապոնացիները էս էլ ասեմ, մեկ նախադասեմ Ուրեմն ճապոնացիները իրանք ժողովրդի վրա 4 հատոր այդ գիրքը ունեն, ամբողջ իրանք ակադեմիան ղեկավարի հետ հիմա ունը մոռացել եմ այդ մարդու, ով է ճապոնացին։ Իրանք թերություններով, բանով, որ իրանք օրինակ ստեղծագործել չեն կարողանում, իրանք հոյակապ վերցնում են ստեղծագործությունը եւ կարծես դրա վրա աշխատելով սարքում են ինքնարժեքը ցածր, բացառիկ աշխատասիրություն մի համուրություն, հա, ոնց որ ամբողջ ազգը մի գնացքի մեջ մի ուղղությամբ գնա, այս ամեն ինչի տալիս են, ով է, որն է թերությունը, որն է առավելությունը, եւ դա իրենց դա պետք է եղել, որ ստեղծել են։ Վրան էլ հանակ բան չի, մի ամբողջ 2 սերունդ է աշխատել այդ գրքերի վրա։ Ինչի էր դա իրենց պետք, որ իրանք հասկանան իրենք ով են եւ իրանք քայլերը ապագայի հետ կապված, կլինի տնտեսական, կլինի մշակութային, կլինի քաղաքական եւ այլ ճիշտ կատարեն։ Հիմա ով է հայը։ Դուք ասում եք մեր հավաքական կերպարն է։ Շինարար Սանասար Բաղդասարը, Նեղացկոտ մեծ մահերը, որ թողնում գնում է թշնամուց երեխա է ունենում, Ծուռ Դավիթը թե փիլիսոփա մահերը փոքր։ Ուրեմն ես դες դրա առումով տամ